Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը աննախադեպ է համարում բանակում միջանձնային հարաբերություններում սպանությունների բացակայությունը։ Ամփոփելով նախորդ տարին նա շեշտեց, որ 2025-ին մահացության թվերը պակասել են։ 2025 թվականին ծառայության հետ կապված 6 մահվան դեպք է արձանագրվել, որից մեկը կայծակնահարություն, մեկը հոսանքահարման, երկուսը ինքնասպանության կամ ինքնասպանության հասցման և երկուսը առողջական խնդիրների պատճառով։ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև, ընդ որում այս թվերը բոլորը ժամկետային զինծառայողների մասին չեն, տարիքային տարբեր խմբերի զինծառայողների մասին են, հարգելի գործընկերներ ու հայրենակիցներ։ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մահացել կամ զոհվել է 30 զինծառայող, որից 6-ը արդեն նշեցի ծառայության հետ կապված հանգամանքներում, 24-ը ծառայության հետ չկապված հանգամանքներում։ Նախարարը վստահեցրեց, սահմանի շինարարությունը շարունակվելու է։ Նախարարի խոսքով 2025-ին պաշտպանության ոլորտի ծախսերը ավելացել են 1.1 միլիարդ դոլարով։ 2018 թվականին պաշտպանության ծախսերը կազմել են 245 միլիարդ։ Ես առիթ եմ ունեցել խոսելու, որ շատ կարևոր է 2025 թվականը համեմատել նախահեղափոխական տարվա 2018 թվականի հետ։ Իսկ 2025 թվականի պաշտպանական ծախսերը եղել են 664 միլիարդ դրամ, այն է 1 միլիարդ 741 միլիոն 604 հազար դոլար։ Այսինքն պաշտպանության ոլորտի ծախսերը ավելացել են 1.1 միլիարդ դոլարով։ Ըստ Պապիկյանի չեն պատրաստվում որևէ երկրի, այդ թվում Ադրբեջանի հետ մրցավազքի մեջ մտնել։ Սա կառավարության դիրքորոշումն է, բայց միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ Հայաստանը դադարեցնելու է սպառազինության ու զինտեխնիկայի գնումները։ 2026 թվականին նախատեսում ենք տեղադրել շուրջ 150 միլիարդի պատվեր տեղական ռազմաարդյունաբերությանը, եւ սա գործող պայմանագրերին զուգահեռ էական ներարկում է այս ոլորտին, որպեսզի նրանք կարողանան զարգանալ ու շարունակական զարգանալ։ Եվ մյուսը հնդկական զենքերին է վերաբերում, կարծում եմ հիմա ավելորդ կլինի իմ կողմից դրամատիզացնել այս ընթացքը, որ տեղի է ունենում մեր հարևանների մոտ, կարծում եմ այս փուլում պետք չի ինչ-որ հարցերի անդրադառնալ, կարծում եմ խնդիրները հնարավորինս արագ կլուծվեն։ Պապիկյանը նշեց, Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև այս պահին առանձին շփումներ չկան։ Պաշտպանության նախարարությունների միջև այս պահին առանձին շփումներ չկան։ Նոր բան, երբ լինի, մենք դրա մասին կխոսենք։ Այս պահին ոչինչ ասել չեմ կարող։ Ինչ վերաբերում է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանցիների հեռանալու հարցին, նախարարը վստահեցրեց, սա պետք է կարգավորվի սահմանազատման հանձնաժողովի շրջանակներում։ Լաուրա Հարությունյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։